Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը զինվորած իշխանած բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ հիմնադիր Սիրվարդ Բերբերյանն է, բարև ձեզ։ Ողջույն։ Եվ այսպես Տիկին Բերբերյան, դուք ծրագրեր եք իրականացնում զինվորների համար։ Ձեր հասարակական կազմակերպության գործո առաքելությունը կարծես թե հենց դա է։ Ինչպես առաջացավ այլ հենց այդ մտադրությունը, որ որոշեցիք ծրագրեր իրականացնել զինվորների համար եւ ինչ ծրագրերի մասին է խոսքը։ Ծրագիրը սկսվեց 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ բոլորս մեր հայ ժողովուրդը ցանկանում էր ինչ-որ բանով օգտակար լինել մեր տղաներին, սկզբում նախաձեռնող խումբ ձեռնարկեցի, որտեղ նոր էր իմ համար չէի հասկանում, հետո զգացի, որ պետք է ավելի կանոնակարգված անեմ, ավելի ճիշտ լինի, որ մարդկանց վստահությունը լինի իմ նկատմամբ եւ հետո հիմնեցի արդեն զինվորած իշխանած բարեգործական հասարակական կազմակերպությունը եւ բավականին շատ լավ ծրագրեր իրականացրեցինք մոտ 3-ից 4 տարի։ Ուրեմն առաջի ծրագիրը, որ ուզում եմ նշել, դա ես միշտ մտածում եի, որ բարեգործությունը չպետք է լինի միակ նյութական ձևով, պետք է լինի մտքի, ուսման, բիզնեսի ծրագրերով, որ մեր զինվորները կարողանան աշխատել, ստեղծեն արդյունք։ Եվ առաջին ծրագրերից մեկն էր, որ մենք մոտ մի 15 երիտասարդների բերում էինք Նորքում բացված Արեն Մերաբյան այդ կոմպյուտերային դասընթացներին անվճար վարձել էինք ավտոբուս եւ ընդամենը 7 տղաները ոնց որ վերջում հասան արդյունքի, բայց ինչն էր կարևորը, որ ավտոբուսը գյուղերից մեկ առ մեկ վերցնում էր տղաներին, նրանք այդ ժամանակը, որ տևում էր 4-ից 5 ժամ, նրանք ծրվում էին իրանց այդ առօրյա հոգսերից, ես կարծում եմ, որ նաեւ ուսումը չի կարևոր, այլ միջավայրը, որ իրանք փոխվում են։ Ու մեր 7 տղաները բավականին լավ գործերի անցան, աշխատեցին, դա իմ, որ ես հիշում եմ, ես այդ օրը իմ համար ուրախություն էր։ Երկրորդ ծրագիրը, որ անում էի, փոքր բիզնեսներ էինք հիմնում իրանց համար, օրինակ ճագարաբուծության հավ էինք առնում, որպեսզի պահեն ընտանիքը կարողանա իրանյութական փոքր ծախսերը հոգա։ Եվ տարբեր այդպիսի ծրագրերով, որոնք շատ էին, ասենք, հիմնականում փոքր բիզնեսների գործունեությունն էի ես հովանավորում, որ կարողանանք իրանց նյութականը ապահովել։ Ինչու առաջացավ այդ ցանկությունը ձեր մոտ, պատերազմի հետևանքները ստիպեցին, թե ուղղակի, ինչպես ասած, հոգու պահանջ էր, սրտի պահանջ էր։ Դե իհարկե պատերազմը, որտեվ բոլորս էլ աննկարագրելի ցավ էինք ապրում պատերազմի ժամանակ, ու ես մտածում էի մենք ինչպես ենք հետո ապրելու, այդ բարոյական այդ խնդիրը ոնց ենք հաղթահարելու։ Իսկ ընդհանուր ես կարծում եմ, որ հայրենիքի նկատմամբ նաև սերը, որովհետև ես 2019 թվականին եմ վերադարձել Հայաստան։ Որտեղ եք բնակվում։ Ես բնակվում եի Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այնտեղ ունեի բավականին հաջող բիզնես էի կայացրել եւ հեղափոխությունից հետո իմ էությունը անհամատեղելի է, ոնց որ հայրենիքից դուրս ապրելուն, չգիտեմ, երևի որ մեծ տարիքում էի գնացել, չադապտացվեցի, բայց ես կայացա այնտեղ որպես մարդ կայացա ավելի շատ։ Ու ես միշտ որ հետո իմ գործունեությունը, որ զինվորները ոնց որ արդեն ադապտացվել են, իմ գործունեության տեսակը մի քիչ փոխվեց։ Մենք հիմա դրա մասին էլ կխոսենք, թե ինչ ուղղությամբ փոխվեց։ Հետաքրքիր է մասնակիցները ծրագրերին, այն տղաներն են, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Այո, բոլորը այդ տղաներն են, ովքեր որ մասնակցել էին 44-օրյային, ու պատերազմից հետո ես տեսա, որ մեր պետությունը արդեն շնչում է, մեր պետությունը արդեն կարողանում է հոգալ զինվորներին, կարողանում է տալ, որովհետև գիտեք ինչ, միշտ այդ էյֆորիան նստում է, միշտ այդ զգացմունքները նստում են ու արդեն պետության դերն է մեծանում, ու պետությունը ոնց որ հոգատար ինքը շարունակում է իր բոլոր ծրագրերը, օրինակ հիմա ասենք զինվորի տունը կա, իմ քայլը հիմնադրամն է դա անում, ասիկան երբ որ մենք արդեն
չունենք այդ մեծ գործնեությունը, այդ հնարավորությունը նաև պետությունը անում է այդ ամեն ինչը ու ես շատ ուրախ եմ, որովհետև գիտեք ինչ, ես միշտ ասում եմ, որ պետության ուժեղ պետությունը դա մենակ հնայի աճը չի, տնտեսական աճը չի, որը բնութագրում է, չէ, պետություններին, այլ թե պետությունը ինչպես է դիմակայում այդ մարտահրավերներին, այսպես ասած, ինչպես է կարողանում այդ հարցերը լուծել։ Ու ես հպարտանում եմ, որ պետությունը շարունակում է, ասենք, օրինակ աղետ եղավ կարծես մի տարի առաջ, չէ, դեբետ գետի, որ Ալավերդում, Լոռու մարզում, այո, ու էյֆորիան, էմոցիաները նստեցին ու ես իմ Facebook-յան գրառումը արեցի ու ես միշտ ուրախանում եմ, որ կարողանում եմ ճիշտ գրառումներ անել, որ ասի կանցնի ժամանակ մենք կմոռանանք այս աղետի մասին եւ հետո կտեսնենք ամեն ինչ կառուցված ու այսօր արդեն կարող ենք դա ասել, որ հասարակությունը թողեց պետությանը, որ պետությունը անի, որտեղ մեր պետությունը արդեն ուժեղ է։ Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ իմ ամբողջ ժամանակն օգտագործել եմ, որ նրանք ինտեգրվեն կյանքի, նկատի ունեք զինվորները։ Հեշտ էր աշխատել այդ տղաների հետ, հեշտ էր այնպես անել, որ նրանք նորից ինտեգրվեն կյանքին։ Մեր տղաները շատ ուժեղ են եւ իրենք երբեմն երբ որ ես հուզվում եի, ես դժվարանում է իրենց հետ, իրանք էին իմ գործը հեշտացնում։ Բայց դժվար էր, չէ՞, քայլել նրանց հետ, հենց նրանց ճանապարհով։ Այո, գիտեք ինչ, դժվար էր ինձ համար շատ դժվար էր, որովհետև այդ ծանրությունները, որ իրանք տարել են երիտասարդները իրանց ուսերին, զգում եի, որ բայց ինտեգրվելը հեշտ էր, իրանք ինձ ամեն ինչով աջակցել են։ Չի եղել մի պահ, որ ես զանգեմ իրենց, ասեմ, այս գործը պետք է անենք եւ անգամ որ նկարահանումներ էր լինում, ես խնդրել էի, որ մի քանի զինվորներ գան ու ես երբ որ մտա որ պետք է նկարահանեին, տեսա ամբողջ մի 25 հոգի տղաներ են եկել, էլի ասենք, իրանք միշտ իմ գործը հեշտացրել են։ Միշտ պարտաճանաչությունը ես անգամ որ քանի որ մարզերում էր դժվար էր ինձ ամեն անգամ գնալը ես հեռախոսով ամբողջ հարցերը կարգավորել եմ մենք մի ամբողջ ճագարի ֆերմա ենք ստեղծել մեծ եւ այդ ամեն ինչը ես կատարել եմ հեռախոսով WhatsApp-ով եւ վստահ լինելով որ իրանք ոչ միայն հաշվետու են ճիշտ, այլև ճիշտ կառուցել են։ Տիկին Բերբերյան, ասում եք, որ բարի գործով զբաղվելիս դժվարություններ չկան։ Ես ընդհանրապես գիտեք, հիմա այս փորձն էլ, որի մոտ ավելացել է, ընդհանրապես ճիշտ գործ անելը, պետությանը օգնելը կամ մարդկանց օգնելը իմ համար իրոք արդեն դժվարություն չի։ Ես ինքս եմ ինտեգրվել այդ process-ին ու շատ ամեն ինչը հեշտ եմ կարողանում անել եւ ասեցի, քանի որ տղաների, ասենք, այս ծրագիրը ոնց որ sense կամած մոտենում էր իր ավարտին, նենց ստացվեց, որ ես մի նախաձեռնություն էլ արեցի, որ Հնդկաստանի քաղաքացիներին սկսեցի օգնել, որովհետև պատահաբար Հիմա եք այդ գործով զբաղվում։ Այո, հիմա ես կարելի ասել ամբողջությամբ զբաղվում եմ նաև այդ գործով, շատ մեծածավալ աշխատանք եմ կատարել ու գիտեք, ես միշտ որ գործը անում եմ, մոռանում եմ դրա մասին, հետո ինձ հիշեցնում են, էլի որ ու ես այս վերջերս արդեն երևի 2 տարի կլինի, որ իրանց իրավունքներն են պաշտպանում ու ահռելի գործ արեցինք, որ շատ մեծ հոսք էր եկե 23 թվականին ու բոլորը նորից հետ էին վերադառնում օդանավակայանում իրանք կորցնում էին այդ ժամանակը իրանց տոմսերն էին կորցնում, որ իրանց համար շատ դժվար էր ու ես երևի 6 ամիս օդանավակայանում իրանց հետ այդ թռիչքների ժամանակ կարգավորել եմ այդ հարցերը, իհարկե նաև սահմանապահ զորքերի այդ հերթապահի ղեկավար պարոն Ավակյանը, որը հիանալի ղեկավար։ Հիմա ինչով է զբաղվում այս դեպքում հասարակական կազմակերպությունը։ Հասարակական կազմակերպությունը հիմա կարելի ասել ամեն ինչով զբաղվում եմ ես, օրինակ հնդիկների իրավունքների պաշտպանությամբ, նաև մեր առօրյա կյանքում եւ ես շատ ուրախ եմ, որ դրա զուգահեռ ասեմ, որ դուք ինձ կանչել եք, որովհետեւ ես ասենք ոչ հասարակական գործիչ եմ, ոչ ասենք քաղաքական կամ ինչ-որ բիզնեսի տեսակետից էլի ես քաղաքացի եմ, որը ինչպես պարոն Փաշինյանն է ասում, մեր քաղաքացիները մտածում են պետությանը եւ մասնակից են լինում պետության կառուցմանը։ Օրինակ ես հիմա սխալների ուղումներով ոնց որ գնամ, դա կլինի ավտոբուսի հետ կապված, դա կլինի, ասենք, ծառերի հատման հետ կապված, ճանապարհների հետ կապված, շինարարության խնդիրներ, որոնք տեսնում եք, բարձրաձայնում եք դրանց մասին, այո, բարձրաձայնում եմ
Եվ գիտեք, համապատասխան մարմինների հետ։ Այնքան դժվար է, այո, այնքան դժվար է այդ տեղից մենք պատասխան ստանանք եւ Որտեղից կոնկրետ։ Բոլոր տեղերից։ Դե դատաիրավականը չասեմ, թե ինչքան դժվար է եւ երբ որ ես նամակները գրում եմ, ասենք, ու հետո ամեն մեկը ուղղակի գիտեք ինչ, այսպեսի մի հատ հերթապահ պատասխան են ուղարկում եւ դու պետքա գտնես այդ ամբողջի մեջ մի նախադասություն, թերությունը գտնես, նորից նամակ գրես ու հավատացեք, ես կարելի ասել 20 տասնյակից ավել Հնդկաստանի քաղաքացիների իրավունքները վերականգնել եմ։ Տեսեք, դուք ասացիք եւ ավտոբուսի հետ կապված խնդիրներ եք բարձրաձայնում, այսինքն քաղաքային տրանսպորտի հետ կապված եւ ծառահատումների, չնայած եթե չեմ սխալվում, ավելի շատ էտի մասին պետք է խոսենք այս դեպքում եւ առհասարակ ասֆալտի հետ կապված, ճանապարհների հետ կապված խնդիրներ եք բարձրաձայնում եւ որտեղ եք դիմում, որ ասում եք ինչ որ հերթապահ պատասխան են տալիս։ Ավտոբուսի հետ օրինակ կապված դիմում եմ ավտոբուս Փակbaşնետիրական ընկերությանը, քաղաքապետարան եմ դիմում։ Շուկա ստեղծվում։ Այո, օրինակ ես մի հատ զավեշտալի դեպք պատմեմ ձեզ, ավտոբուսում ես երթևեկում էի եւ տեսա, որ վարորդը մի ոտքը ծալած, մի ոտքով է քշում ավտոբուսը։ Հա, ես նկար վերցրեցի, նկար ուղարկեցի ավտոբուս ընկերությանը, քաղաքապետարան եւ իրանք ինձ ասեցին, որ վարորդը նստած է եղել։ Այսինքն նստած դեռ չի նշանակում ինքը ճիշտ է վարել եւ հավատացեք, ես արդեն 6 ամիս է չարչարվում եմ, որպեսզի կարողանամ իմ նկարը, որը գոնե փաստ է, ապացուցեմ, որ վարորդը մեկ ոտքով է վարել ավտոբուսը եւ մեր քաղաքացիները շատ անտարբեր են նմանատիպ հարցերում, այսինքն դա մեր անվտանգությունն է, տեղկային մեծահասակներ բոլորիս։ Այսինքն ես 6 ամիս է չեմ կարողանում ապացուցել այդ փաստը։ Ծառահատումները ոչ թե էտի մասին, այլ հիմնովին ես որ այդ ծառը տեսա, իմ մանկության ծառն էր, որ այդ ծառը ու տեսա, որ հիմնովին կտրել են։ Ու ես հասա արդյունքի եւ փոխհատուցում վճարեցին պետությանը, կարծեմ 570,000։ Մասնավոր ընկերություններ հիմնովին կտրել։ Ուղղակի sense ասեմ, ծառը խանգարում էր բիզնեսին, բիզնեսի այդ գործունեությանը խանգարում էր եւ այն որ ասում շատ անխիղճ էին կտրել էլի ծառը, չէին էտել, կտրել էին։ Ու ես ցավ ապրեցի ու երկար պայքարեցի, որ դա կարողանամ։ Օրինակ ես արդեն 8 ամիս է, մեկը տեսել եմ Կիլիկի ավտոկայանում, մյուսը Նորքի երկրորդ մասիվում, որ սանդուղքը, որ իջնում են հաշվանդամների համար, չի գործում։ Ու ես շատ ցավ եմ ապրում, ասեմ, սա չի սազում մեզ։ Հյուսիսային ավտոկայանից կամ Կիլիկիայից հազարավոր մարդիկ նաև տուրիստներ են գնում ու ինչպես են տեսնում մեր երկիրը, որ ասենք ինչպես է վերաբերվում հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ, դա անթույլատրելի է, բայց ես արդեն 8-րդ ամիսն է, չեմ կարողանում այդ հարցի լուծումը գտնեմ, որը նաև նշանակում է պետական միջոցների վատնում եւ այլ հարցեր։ Ում հետ է կապված այդ խնդիրը, քաղաքային իշխանությանը։ Ես ուրեմն քաղաքային իշխանությանը գրել եմ, իրավական քննչական կոմիտե եմ դիմել եւ գիտեք արդեն պահալինում ես մոռանում եմ, այնքան շատ են նամակները ու ինձ համար դժվար է ասենք այդ ամեն ինչը ու դեռ ես չեմ կարողացել դա ապացուցեմ։ Չէ, խնդիրները շատ են։ Ես օրինակ այսօր երբ գալիս էի, այդպես այդ առաջին մասի հատվածում բան, որի արձանի էսպես ասած այդ հրապարակում կամ աշխատանքի հրապարակ, ինչպես ասում են, 45 րոպե խցանում էր եւ ոչ մի բարեկ չկար առհասարակ, այդ խնդիրները առհասարակ շատ են, բայց Տիկին Բերբերյան, վերադառնանք ձեր հասարակական կազմակերպության գործունեության, առաքելությանը, բարությունը հոգու համար նույնն է, ինչ առողջությունը մարմնի, համամիտ եք։ Իհարկե։ Եվ ես գտնում եմ, որ բարեգործությունը մի քիչ ոնց որ մեր շրջանում իր իմաստը փոխեց եւ բարեհոգությունը, մարդասիրությունը հիմա ավելի կարեւոր է եւ դա էլ է բնութագրում պետության ուժեղությունը։ Մենք պետքա բարեհոգի լինենք յուրաքանչյուր մարդու նկատմամբ, մեր մերձավորի նկատմամբ, ամեն ինչի նկատմամբ չլինենք անտարբեր։ Ցավոք մեզ դարձրել են անտարբեր։ Ինչպես են մեզ դարձրել կամ ովքեր են մեզ դարձրել անտարբեր։ Գիտեք, այս 30 տարիները, որ մենք ուղղակի ես 30 տարիները դրանից առաջ մեզ դարձրել են այդպեսին կամած, օրինակ հիմա մենք տեսնում ենք, չէ, մեր այն ինչ որ պետությունից վերցրել են, գողացել են, հետ են վերադարձնում, բայց այն ինչ որ մեր հոգիներից են
վերցրել է ամեն ինչը եւ մարդկանց դարձրել են այդպիսի, որ մարդը արդեն իր բակից դուրս ոչինչ չի տեսնում, որ դա իր երկիրն է, իր հայրենիքն է, իր պետությունն է, ու չի էլ ուժեղացնում, ոչ միայն չի տեսնում, այլև չի ուժեղացնում։ Եվ մեզանից տարել են այդ ամեն ինչը։ Ես մեկ ինձ ասում են դու պայքարը սկսել ես 2018-ից հետո ու սենց էլի ոնց որ ես մոռացել էի, իմ ամուսին, իմ ընկերները հիշեցրեցին, որ 2006 թվականին, երբ որ ես ունեի խնդիրներ, եւ այդ անձը, որը կար, ինքը Ամերիկայի քաղաքացի էր, դիմեցի ամերիկյան դեսպանատուն եւ գիտեք իմ պայքարը, որ հյուպատոս ինձ վերջում ասեց, դուք առաջին կինն եք, որ այսպես համառորեն պայքարել է իր իրավունքների համար։ Եվ երբ որ ես գնում էի Ամերիկա, իրանք ինձ հատուկ կարգով ոնց որ շնորհավորեցին, ասեցին welcome to America, ու ես դա մոռացել էի։ Հետո ես հիշեցի, որ ես միշտ պայքարող եմ եղել, էլ այսինքն հիմա չի որ եղել անարդարության նկատմամբ կամ ինչ որ հարցերի դեպքում ես միշտ եղել եմ, բայց իմ մոտ սենց է պայքարեցի, անցա առաջ եւ հիմա այդպես էլի շարունակում եմ։ Իսկ հեշտ է առհասարակ բարի լինել ոչ բարի մարդկանց նկատմամբ։ Գիտեք, դա օգնում է եւ քեզ, որ դու շատ ծանր չտանես, որտեվ երբ որ ասենք ջղայնանում եմ կամ ինչ-որ փորձում եմ նմանաձևով, ես ավելի շատ էներգիա եմ կորցնում, քան ասենք եթե ես փորձեմ հասկանամ դիմացինին եւ հարցը լուծեմ։ Եվ ինչն է հետաքրքիր եւ իմ պրակտիկայում էլ ես կարողանում եմ շատ հեշտությամբ անցնել, չգիտեմ, երևի մի քիչ մեծացել ենք, այդ հարցերը ավելի ուրիշ ձև ենք ընկալում, բայց ընդհանուր առմամբ, օրինակ լինում է, որ ես ջղայնանում եմ, երբ որ տեսնում եմ պետական պաշտոնյան չի հասկանում, ու հետո ես կարողանում եմ աշխատել, դες նմանատիպ դեպք եղավ, երբ որ Հնդկաստանի քաղաքացիների հարցով ես գնացել էի մեր Մալաթիայի ոստիկանության բաժնի պետ ինձ ընդունեց եւ երբ որ ես պատմում էի այդ ամեն ինչ իմ գործնեության մասին, ինքը ինձ ընդհատեց, խոսքը նրա մասին էր, որ ինձ անգամ Հնդկաստանից էին զանգել հեռուստաեթերով եւ խնդրել էին իմ օգնությունը, որ օգնեմ Հնդկաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելուն։ Եվ ինձ ընդհատեց, ասեց, գիտեք, Տիկին Սիլվա, ես ձեզանով հպարտանում եմ։ Այն մարդը, որի հետ մենք վիճաբանում էինք, ասենք հարցերի վերաբերյալ, ինքը ինձ ասեց, ես ձեզանով հպարտանում եմ։ Ես մի 5 րոպե լուռ մնացի, ասեցի, ու համագործակցությունը շարունակվում է։ Այսինքն հիմա կարծում եք, որ մեր հասարակությունը ունի այդ անտարբերությունը վերացնելու կարիք, որովհետև շատ խնդիրներ առաջանում են հենց այդ անտարբերության պատճառով։ Այո, անտարբերությունը։ Այո, անտարբերությունը, հարմարվողականությունը, անգամ քրիստոնյա հավատքի մեջ էլ է նշվում, որ անտարբերը ավելի մեծ մեղք կա եւ պետք է մենք ազատվենք դրանից։ Պետք է մենք դիմացինի նկատմամբ հոգատար լինենք, ամեն ինչի նկատմամբ կառուցենք մեր երկիրը եւ դրանով մենք ճիշտ կկառուցենք նաեւ մեր ընտանիքը, մեր գործերը, ու ես զգում եմ, որ հիմա ես ինչքան շատ եմ աշխատում, իմ գործերը ավելի լավ են լինում։ Եվ ես կուզենա, ես միշտ դիմում եմ մեր քաղաքացիներին, որ պայքարեն եւ իրենց իրավունքների համար եւ ուրիշների իրավունքների համար, դրանից հաստատ իրենց շատ է լինելու, բարի լինելու համար շատ բան պետք չի, իսկ երջանիկ լինելու համար մարդկանց օգնելը, ես միշտ ինձ համեմատում եմ այն Արագիլի հետ, որ Պարուս Սևակը նշում է, որ ասում է ինչի՞ մի ոտքի վրա կանգնել, ասում է աշխարհի բեռը թեթևացնեմ, ու ինձ թվում է ես այն օրը, որ մարդկանց օգնում եմ, ինձ համար ավելի ուրախ է։ Երբեմն ես ինքս ինձ երանի եմ տալիս, որ էլի Պարուս Սևակի խոսքերով, որ կարողանում եմ այդքան գործեր անել։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Հիշեցնեմ իմ հյուրը զինվորած իշխանած բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Սիլվարդ Բերբերյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։